Դերասան Գոռ Հակոբյանն ինստագրամյան էջում կիսվել է ուրախալի և սպասված լուրով. ընդամենը ժամեր առաջ հայտարարված դրամահավաքը ավարտվել է, քանի որ ցանկալի և անհրաժեշտ գումարն արդեն իսկ հավաքվել է։ Այսքան կարճ ժամանակահատվածում դժվար էր պատկերացնել, որ հնարավոր է հավաքվի տվյալ չափի մեծ գումար, սակայն ազգը մեկ բուռ դարձավ և օգնեց սիրված դերասանին իր որդու բժշկությանը դիմելու համար։ Գոռ Հակոբյանն իր շնորհակալությունն է հայտնել ինստագրամյան հարթակում մարդկանց, ովքեր ոչինչ չեն խնայել, աղոթել են իր համար, բարին են կամեցել, առողջություն են մաղթել իր որդուն, և նա այսպիսով մեկնում է Մյունխեն։ Գրիգոր Դանելյանը անդրադարձել է տվյալ լուրին, գրելով. «Օրս սկսենք բարի լուրով, ուղղակի խոսքեր չեմ գտնում շնորհակալություն հայտնելու։ Ընդամենը 36 ժամում բուժման համար պահանջվող ողջ գումարը հավաքվեց։ Հուզմունքից կոկորդս խեղդում է։ Էս ինչ լավ ազգ ենք մենք, էս ինչ մեծ սիրտ ունենք, կարեկից, մարդասեր, մեծահոգի։ Շնորհակալություն հատ առ հատ բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեցան այս մեծ գործում, բոլոր նրանց, ովքեր օգնեցին նյութը տարածել, բոլոր նրանց, ովքեր իրենց խոսքով և խորհուրդներով եղան մեր կողքին, բոլոր այն մարդկանց, ովքեր ֆինանսական աջակցություն ցուցաբերեցին, և գումարի չափն ընդհանրապես էական չէ։ Երդվում եմ, մարդիկ կային, չնչին գումար էին փոխանցում, բայց այնպիսի մարդկային կարեկցանքով, որ հոգիդ տակնու վրա էր լինում, և հենց այդպես էլ շատ կարճ ժամանակում մեզ հաջողվեց հավաքել ամբողջ գումարը։ Շուտով Ֆելոն իր բուժումը կստանա Գերմանիայի Մյունխեն քաղաքում։ Մեզ մնում է միայն աղոթել Աստծո օրհնությամբ և Պահապան հրեշտակների ուղեկցությամբ մեր բալիկը պետք է անցնի բուժման ընթացքը։ Աստվածային գերբնական ուժ մեր ընկերներին Գոռին և Հրուշին։ Վստահ ենք դուք կկարողանաք հաղթահարել այս փորձությունը», գրել է Գրիգոր Դանելյանը։ Արդեն 2 օր է մարդկանց շոկահարած նորություններից մեկը դերասան Գոռ Հակոբյանի որդու առողջական խնդրի մասին լուրն է։ Դերասանը հանկարծակի տեսաուղերձով հանդես եկավ, նշելով, որ ինչքան էլ իր համար բարդ է, այնուամենայնիվ կանգնել է դրամահավաք հայտարարելու որոշման առաջ։ Բոլորը միահամուռ կերպով դրամահավաք են իրականացնում օգնելու Գոռ Հակոբյանի որդիներից Ֆելիքսին։ Գոռ Հակոբյանի կինը Հրուշ Մնոյանը այս ընթացքում լռություն էր ապահովում իր ինստագրամյան էջում, սակայն երեկ նրա մտերիմներից մեկը տարածել է Ֆելիքսի նվիրած նկարներն իրեն ու գրել. «Այսօր Սթորիի հիշողությունները բերեցին Ֆելոյիս նվիրած նկարները, ու նայելով դրանց նորից համոզվեցի, որ ամեն ինչ լավ է լինելու, ինչպես գարնան ծաղիկները, ամեն ինչ դեռ ծաղկելու է, և կյանքը նորից վառ ու գեղեցիկ կլինի», տարածել է Հրուշի մտերիմներից մեկը այս հրապարակումը, ինչն էլ իր մոտ տեղադրել է Ֆելիքսի մայրը Գոռ Հակոբյանի կինը։ Մենք առողջություն ենք մաղթում այս փոքրիկին և ներկայացնում Գոռ Հակոբյանի անկեղծ տեսաուղերձը։ Դրամահավաքն ամբողջ թափով շարունակվում է, այս պահը ու ամենասկզբի պահը ակտիվության տեսանկյունից իրար ընդհանրապես չեն զիջում։ Եթե այսպես շարունակվի, մենք մոտակա օրերը կկարողանանք արդեն մեկնել Մյունխեն։ Ես անչափ շնորհակալ եմ ձեզ բոլորիդ, շարունակենք նույն տեմպով, Աստված բոլորիս պահապան։ Ընդամենը ժամեր առաջ դերասան Գոռ Հակոբյանը հանդես եկավ հայտարարությամբ, նշելով, որ ունի մարդկանց աջակցության կարիքը։ Իր որդիներից Ֆելիքսի մոտ առողջական լուրջ խնդիր է առաջացել, ինչի արդյունքում ինքը միայնակ չի կարող լուծել այդ խնդիրը։ Խոսքը լուրջ հիվանդության և մեծ գումարների մասին է։ Գոռ Հակոբյանի հայտարարությունից հետո համացանցում ակտիվորեն տարածվում են տեսանյութեր, մարդիկ, հայհայտներից շատերը խնդրում են մարդկանց անտարբեր չանցնել, աջակցել և լինել Գոռ Հակոբյանի կողքին այս դժվարին փուլում։ Շատ հայհայտիներ իրենց ինստագրամյան հարթակում տեսաուղերձով են հանդես եկել, խնդրելով ուշադրություն հրավիրել այս խնդրին և հնարավորության դեպքում անպայման օգնություն ցուցաբերել։ Աննա Դովլաթյանը դիմել է իր հետևորդների ցանկում ունեցող բոլոր այն մարդկանց, ովքեր բավականին ապահովված են և կարող են աջակցել։ Ողջույն սիրելիներս, նախորդ իմ ստորիից արդեն տեղյակ եք, որ Գոռի երեխան ունի լուրջ առողջական խնդիրներ և այդ բուժման համար հարկավոր են շատ մեծ ահռելի գումարներ։ Ես ձեզ ուղղակի շատ եմ խնդրում, որպեսզի մենք համախմբվենք և օգնություն ցուցաբերենք, ով ինչքան որ կկարողանա։ Ես նաև գիտեմ, որ իմ հետևորդների մեջ շատ կան ապահովված մարդիկ, պաշտոնյաներ, ում համար որ գումարը խնդիր չէ։ Ոչ մի երեխա
աշխարհում չպետք է այս ցավի մեջով անցնի։ Եվ շատերը չեն օգնում, ոչ թե որ չեն ցանկանում, այլ որ պարզապես ալարում են։ Եթե դուք ժամանակ գտել եք թերթեք համացանցը եւ տեսնում եք այս ստորին, նաեւ կարող եք ժամանակ գտնել եւ անել այդ կարևոր քայլը, որը կարա կյանք փրկի։ Այդ քայլը, որը հաճելի կլինի Աստծո սրտին, դա աստվածային քայլ է։ Շնորհակալ եմ շատ ձեզ։ Ողջույն սիրելի հայեր, կապված վերջին վիդեոյի հետ, որը տեղադրել եմ story բաժնում, երևի թե արդեն շատերը տեղյակ եք, որ Գոր Հակոբյանի տղան ունի առողջական խնդիրներ։ Իսկ այդ խնդիրները լուծելու համար հարկավոր են մեծ գումարներ ու դրա համար կազմակերպվել է դրամահավաք Գոր Հակոբյանի կողմից։ Ինձ հետ Միացյալ Նահանգներում կապնվել են Մանիտուն դրամական փոխանցումների հիմնարկի տնօրինությունը, աշխատակիցները առաջարկելով իրենց օգնությունը կայանում է նրանում, որ ձեր յուրաքանչյուր փոխանցում Գոր Հակոբյանի հաշվի համարին կլինի անվճար ու սա շատ լավ հնարավորություն է լինելու Գորի ու նրա ընտանիքի կողքին։ Ես հավատում եմ, որ եթե մենք մեկս մյուսին օգնենք, միանշանակ յուրաքանչյուր հարց կլուծվի ու կարևորը մեր աղոթներով պետք է լինենք այդ մարդկանց կողքին։ Այնպես որ ես վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու։ Ես էլ իմ կողմից բոլորին խնդրում եմ, որ յուրաքանչյուրս մեր օգնությունը ցուցաբերենք եւ ֆինանսապես եւ մեր աղոթքներով ու վստահաբար ամեն բան շատ լավ է լինելու։ Ես ուզում եմ, որ Աստված հնարավորինս շուտ էս ամենը անցկացնի, միանշանակ ամեն ինչ անցնելու է, բայց ուզում եմ աղոթել Այսօր մեր Գորը հայտարարեց դրամահավաք Ֆելոյի համար, Ֆելոյի բուժման համար եւ հենց մենք գցեցինք արդեն վիդեոն, ինչ շատ մարդիկ գրում են աշխարհի տարբեր ծայրերից, հիմնականում Լոս Անջելեսից, ոնց կարող ենք փոխանցել գումարը։ Մենք բացել ենք GoFundMe եւ լինքը այս պահին ռիվյուի տակ է։ Ինձ թվում է մոտ 1 օրվա ընթացքում կբացվի եւ ես անպայման կտեղադրեմ, բայց ամենայն դեպս ուզում եմ շատ շնորհակալություն հայտնել բոլորին, որ այս պահին բոլորդ մեր կողքին եք։ Սիրելի ընկերներ, Միացյալ Նահանգներից Մանիտան տնօրինությունը նոր տեղեկացրեց եւ փոխանցեց, որ կարող եք Մանիտնից փոխանցումներ կատարել Գոր Հակոբյանի անունով ամբողջովին անվճար, առանց պահումների։ Նրանք իրենց աջակցությունը արդեն արել են, փոխանցել են եւ ես ուզում եմ տեղեկացնել, որ Միացյալ Նահանգներում եթե կան մարդիկ, ովքեր ցանկություն ունեն աջակցելու մեր ընկերոջը, առանց պահումների կարող եք Մանիտնից փոխանցումներ կատարել։ Շնորհակալություն։ Գոր Հակոբյանը հուզիչ մտահոգիչ տեսանյութով դիմել է հանրությանը։ Նա պատմում է, որ իր փոքրիկ որդու Ֆելիքսի մոտ հայտնաբերվել է ծանր ու հազվագյուտ հանդիպող հիվանդություն Յուինգի սարկոմա։ Դերասանի խոսքով բուժումը շատ թանկ է եւ իր ու ընկերների հավաքած միջոցները բավարար չեն նման հիվանդության բուժումն ապահովելու համար։ Գոր Հակոբյանը նշում է, որ ժամանակը շատ սուղ է, նրանք ունեն ընդամենը 5-ից 7 օր, որպեսզի կարողանան երեխային տեղափոխել Գերմանիա անհրաժեշտ բուժումը ստանալու համար։ Դերասանը նաեւ պատմել է, որ արդեն վաճառքի է հանել իր ունեցվածքը, որպեսզի կարողանա գոնե մասամբ հոգալ բուժման ծախսերը։ Վերջինիս խոսքով կարճ ժամանակահատվածում չի կարողանում ամբողջը վաճառել, ինչի արդյունքում դիմում է հանրությանը, որպեսզի մարդիկ օգնեն եւ ինքը կարողանա ինչ-որ չափով որդուն հանել ստեղծված իրավիճակից։ Երկիր սպիտակցի Հայկոն Հայկ Ղևոնդյանն ինստագրամյան հարթակում տարածել է օգնության կանչ։ Ընկերներ ջան, խնդրում եմ ինչքան հնարավոր է տարածեք։ Վեներայի պատմությունն անտարբեր չի թողնի ոչ ոքի։ 11 տարեկան Վեներան տառապում է մանկական ուղեղային կաթվածով։ Երեխան ունի հենաշարժողական լուրջ խնդիր, չի կարողանում լավ քայլել։ Բժիշկների հավաստմամբ երեխան շտապ եւս մի քանի կուրս պետք է անցնի, որպեսզի էական փոփոխություն զգացվի, սակայն Վեներայի ծնողները չեն կարող վճարել բուժման համար։ Ընկերներ ջան, երեխայի ծնողների հիմնական աշխատանք չունեն։ Ընտանիքն ապրում է Վեներայի թոշակի եւ օրավարձով աշխատանքի դիմաց ստացված գումարով։ Նշեմ, որ Վեներան նաեւ ունի ոտքի շատ լուրջ խնդիր, անհրաժեշտ են բժշկական կոշիկներ։ Մայրը ներկապահին գտնվում է հիվանդանոցում, հայրը եւս ունի առողջական լուրջ խնդիր։ Խնդրում եմ բարեգութ մարդկանց անտարբեր չանցնել, ապրում են անմարդկային վատ ու ծանր պայմաններում, նախնական բուժման համար անհրաժեշտ է 400,000 դրամ։ Խնդրում եմ ինչքան հնարավոր է տարածեք։ Վեներային օգնելու համար ստորև
տեղադրում եմ քարտի համար եւ իդրամ հաշիվ։ Ահա այս հաղորդագրությունն է տարածել ինստագրամյան հարթակում Սպիտակսի Հայկոն, ով ըստ ամենայնիվ որևէ առնչություն չունի աղջկա հետ, սակայն փորձել է օգտագործել իր հետևորդների մեծ բանակը այս աղջկան օգնելու համար։ Նետկարի Գիտյանն ինստագրամյան էջում տարածել է օգտատերերից մեկի հրապարակումն, ով օգնության խնդրանքով է դիմել. «Սիրելի մարդիկ, սա իմ կյանքի ամենադժվար գրառումներից մեկն է։ Հայրս ունի հաստաղու քաղցկեղ, որն այժմ գտնվում է առաջադեմ փուլում և տարածված է լյարդի վրա։ Վերջին կաթահետազոտությունները ցույց են տալիս հիվանդության պրոգրեսիա, ուռուցքի և մետաստատիկ օջախների աճ»։ Այսպիսով Էդգարի Գիտյանը իր հետևորդների ուշադրությունն է հրավիրել